The Millionaire Next Door գիրքը հիմնված է հետազոտության վրա, որտեղ երկու գիտնականներ՝ Թոմաս Ստենլին և Ուիլյամ Դանկոն, տարիներ շարունակ հարցազրույցներ են անցկացրել և ուսումնասիրել իրական միլիոնատերերի։ Այն, ինչ նրանք պարզել են, զարմացնող էր։ Միջին վիճակագրական միլիոնատերը չի ապրում Բևերլի Հիլզում, Ռոլեքսներ չի գնում, մեծ մասն ապրում է միջին խավի թաղամասերում, վարում է օգտագործված մեքենաներ և անկեղծ ասած դուք նույնիսկ երկրորդ անգամ չէիք նայի նրանց կողմը, եթե հանդիպեիք մթերային խանութում։ Մեզ սովորեցրել են կարծել, որ հարստությունը նշանակում է շռայլություն, բայց այս մարդիկ, միլիոնատերերը, բաց են թողնում ցուցադրական մասը և միանգամից ձգտում են դեպի ազատություն։ Այս գիրքը արագ հարստանալու մեթոդների մասին չէ, այն ավելի շատ ցույց է տալիս, թե ինչպես են հարուստ մարդիկ իրականում մտածում փողի մասին, ինչպես են ծախսում, ինչպես խնայում, ինչպես են խուսափում պարտքերից և ինչպես են մնում հարուստ առանց նույնիսկ նկատվելու։ Ինչպիսի տեսք ունի հարուստը իրականում։ Մեզնից շատերը կարծում են, թե դա այն մարդն է, ով Տեսլա է վարում, $7 լատտե խմում և թանկարժեք հագուստ կրում։ Տեսնելով նրանց մտածում ենք, նրանք հաջողել են։ Բայց իրականում դա հարստություն չէ, դա ընդամենը ծախս է, և հարստության ու ծախսի միջև հսկայական տարբերություն կա։ Օրինակ Գրեյս Գրոները։ Նա սովորական քարտուղարուհի էր, ապրում էր մեկ սենյականոց տանը, երբեք չէր ամուսնացել և մեծ գումարներ չէր վաստակել։ Բայց մահանալիս նա $7 միլիոն կտակեց քոլեջին։ Ինչպես։ Դեռ 1935-ին նա գնել էր ընդամենը $180 բաժնետոմսեր և պարզապես երբեք չէր վաճառել դրանք։ Նա վերաներդրում էր շահաբաժինները և ապրում համեստ, ինչի շնորհիվ տասնամյակների ընթացքում այդ փոքրիկ գումարը դարձավ միլիոններ։ Հակառակ օրինակը рэփեր MC Hammer-ն է, ով վաստակում էր տարեկան $30 միլիոն։ Նա ուներ հսկայական առանձնատուն, 200 աշխատող, շքեղ մեքենաներ ու անձնական ինքնաթիռ։ Նա վատնում էր փողն այնպես, կարծես այն անվերջ էր, և ի վերջո սնանկացավ մնալով բացարձակապես անփող։ Իրական հարստությունը միշտ չէ, որ շքեղ տեսք ունի, իսկ փայլուն կյանքը դեռ չի նշանակում ֆինանսական ազատություն։ Առաջին կանոն՝ սեփական միջոցներից ավելի համեստ ապրել։ Ամեն ինչ սկսվում է մտածելակերպի փոփոխությունից։ Գուցե ձանձրալի է թվում, բայց ամենահզոր ֆինանսական քայլն է ապրել սեփական եկամուտներից ավելի համեստ։ Հարուստ մարդիկ չեն փորձում իրենց ապրելակերպը թանկացնել ամեն անգամ, երբ նրանց աշխատավարձը բարձրանում է։ Օրինակ, երբ մեկը նոր աշխատանք է գտնում, սկսում է ավելի շատ վաստակել և միանգամից թարմացնում է ամեն ինչ՝ նոր բնակարան, նոր մեքենա, նոր հագուստ, նոր սարքավորումներ։ Բայց նրա բանկային հաշիվը միևնույն է մնում է անկայուն վիճակում։ Սա նման է դույլի մեջ լցնելուն, որը ծակ է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ միլիոնատերերի մեծ մասը երբեք $30,000-ից ավելի չի վճարել մեքենայի համար, նույնիսկ եթե կարող էր իրեն թույլ տալ ցանկացած մեքենա։ Քիանու Ռիվզին $100 միլիոն ունի։ Դուք կսպասեիք, որ նա կունենա 15 առանձնատուն և կթռչի ադամանդապատ ինքնաթիռով, բայց ոչ, նա ապրում է սովորական բնակարանում, օգտվում է մետրոյից և իր եկամտի հսկայական մասը նվիրում է բարեգործությանը և իր նկարահանող խմբին։ Նա չի ծախսում ուղղակի նրա համար, որ կարող է, նա ծախսում է գիտակցված։ Կամ Սարա Բլեյքլին, Սփանքսի միլիարդատեր հիմնադիրը։ Նա տարիներ շարունակ օգտագործված մեքենա էր վարում արդեն միլիոնատեր լինելով, որովհետև ցուցադրության կարիք չուներ։ Նրա ուշադրության կենտրոնում ստեղծելն էր, այլ ոչ թե վատնելը։ Եվ տեսեք, սեփական միջոցներով համեստ ապրելը չի նշանակում չվայելել կյանքը։ Դա չի նշանակում ոչ հասել ամեն մի հաճույքի։ Դա նշանակում է, որ դուք եք կառավարում ձեր փողերը, այլ ոչ թե հակառակը։ Երկրորդ կանոն. ներդրում արեք ինչքան հնարավոր է շուտ։ Հենց այդպես են վարվում միլիոնատերերը։ Հիշում եք Գրեյս Գրոներին, ով $180 դարձրեց 7 միլիոն։ Նա չէր փորձում բռնեցնել շուկայի հարմար պահը կամ խուճապի մատնվել։ Ինչպես ասում է Ուորեն Բաֆետը, ներդրումը պահելու իմ նախընտրած ժամկետը հավերժությունն է։ Բայց այստեղ կա մի կարևոր գաղտնիք, որը շատերը բաց են թողնում։ Կարևոր է ոչ միայն այն, թե ինչի մեջ եք ներդնում, այլ այն, թե երբ եք սկսում։ Պատկերացրեք երկու ընկերների՝ Սարային և Մայքին։ Սարան սկսում է ամսական $200 ներդնել 22 տարեկանից և դադարեցնում է 30-ում։ Նա ներդնում է ընդամենը 8 տարի, ընդհանուր $19,200։ Մայքը սկսում է 30 տարեկանից և ներդնում է նույն $200 ամեն ամիս մինչև 65 տարեկանը։ Նա ներդնում է 35 տարի, ընդհանուր $80,000։ Գուշակեք, ով է ավելի հարուստ 65 տարեկանում։ Սարան։ Չնայած նա ավելի քիչ գումար է ներդրել, քան Մայքը, նա հաղթում է, որովհետև բարդ տոկոսը աշխատել է նրա օգտին ավելի շուտ։ Սա նման է ծարտ ընկելուն։ Առաջին տարիներին ձևավորվում է ամուր արմատները, որոնք հետո տալիս են պտուղներ։ Երրորդ կանոն՝ կարգավիճակի թագարտը։
Սա այն թակարդն է, երբ փորձում ես հարուստ երևալ, բայց իրականում բանկային հաշիվը դատարկ է։ Իսկական միլիոնատերերը ոչ թե ցույց են տալիս իրենց փողը, այլ օգտագործում են այն ազատ լինելու համար։ Օրինակ Ռոնալդ Ռիդը։ Նա հասարակ հավաքարար էր, վարում էր հին մեքենա ու ոչ մի թանկարժեք իր չուներ։ Ոչ ոք չգիտեր, որ նա գաղտնի ուներ $8 միլիոն։ Նա ոչ մեկին ոչինչ չէր ապացուցում, նա ընտրել էր ազատությունը։ Հիշիր, երբ իրեր ես գնում միայն ուրիշներին զարմացնելու համար, դու պարտվում ես։ Իրական ազատությունը թանկ մեքենան չէ, այլ այն, որ կարող ես հանգիստ ոչ ասել այն աշխատանքին, որը չես սիրում, որովհետև փողի խնդիր չունես։ 4-րդ կանոն. մեծացրեք ֆինանսապես գրագետ երեխաներ։ Միլիոնատերերի համար սա հարստությունը պահպանելու ամենակարևոր նախապայմանն է։ Ինչ իմաստ ունի ստեղծել այդ ամբողջ կարողությունը, եթե ձեր երեխաները այն կվատնեն հենց առաջին օրը։ Գոյություն ունի մի տերմին՝ economic outpatient care։ Սա այն է, երբ հարուստ ծնողները շարունակաբար փողով փրկում են իրենց մեծահասակ երեխաներին։ Արդյունքում այդ երեխաները երբեք չեն սովորում ինքնուրույն ոտքի կանգնել, դառնում են կախյալ եւ անպատասխանատու։ Իրական միլիոնատերերը սովորեցնում են իրենց երեխաներին վաստակել, այլ ոչ թե միայն ծախսել։ Հարստությունն առանց ֆինանսական իմաստության շատ արագ անհետանում է։ Սովորություններ, որոնք կարող եք սկսել հենց այսօր։ Վերահսկեք ձեր ծախսերը։ Դուք պետք է հստակ իմանաք, թե ուր է գնում ձեր ամեն մի լուման։ Եթե չգիտեք, ապա դուք երբեք չեք կարողանա հարստանալ։ Ավտոմատացրեք խնայողությունները։ Այնպես արեք, որ ձեր եկամտի մի մասը ավտոմատ փոխանցվի խնայողական հաշվին, նախքան դուք կհասցնեք այն ծախսել։ Սա հենց այն է, ինչ նշանակում է նախ վճարիր ինքդ քեզ։ Ինչպես ասել է Բենջամին Գրերեմը, մի խնայիր այն, ինչ մնացել է ծախսելուց հետո, այլ ծախսիր այն, ինչ մնացել է խնայելուց հետո։ Սովորեք ոչ ասել։ Ամեն անգամ, երբ դուք այո եք ասում ժամանակավոր հաճույքին, լինի դա նոր հեռախոս, թե թանկարժեք ընթրիք, դուք իրականում ոչ եք ասում ձեր ապագա ազատությանը։ Դարձրեք փողը ձեր հոբին։ Ֆինանսական կրթությունը պետք է դառնա ձեր առօրյայի մի մասը։ Լսեք փոդքասթներ, դիտեք տեսանյութեր, կարդացեք բլոգներ։ Ինչքան շատ գիտելիք ունենաք, այնքան ավելի վստահ կլինեք ձեր ֆինանսական որոշումներում։ Միլիոնատեր դառնալը բախտի կամ մեկ գիշերվա հաջողության պատմություն չէ։ Դա ամենօրյա փոքր, բայց կայուն որոշումների արդյունք է։ Սա նման է աղյուսե պատ շարելուն։ Մեկ աղյուսը գուցե շատ բան չի փոխում, բայց օրեցօր աղյուս առ աղյուս դնելով դուք ի վերջո ստեղծում եք մի հզոր, ամուր եւ անսասան կառույց։